Hallelujah, Park is there. Park is Jesus. Park is Jesus. Hallelujah, Amen. Amen, Park Հիսուսին։ Աստված օրհնի քեզ, կարող ես տեղավորվել Տիրոջ թանկագին ներկայության մեջ։ Փառք Աստծուն մենք այո օրեցօր տեսնում ենք Տիրոջ փառքը, տեսնում ենք մեր աճը, մեր փոխվելը։ Փառք Հիսուսին։ Մեր Աստված ներկա է այստեղ եւ ինչպես ես մտածում եմ ամեն մեկը սենց ձեր ամենը սենց հոգով, սենց աղբջիջներով վերապրում ենք Տիրոջը, հրաշալի է Տիրոջ ներկայությունը, մեր Տերը կյանքեր փոխող Աստված է, մեր Աստված ամենակարող է, մեր Աստված իրավիճակներ փոխող Աստված է, թող լինի նրան ողջ փառքը։ Ամեն, Փառք Հիսուսին, ողջունում ենք ձեզ սիրելիներ, աշտարակի կյանքի խոսք եկեղեցում։ Դուք այսօր ամենալավ տեղում եք գտնվում, Փառք Աստծուն։ Կա մարդ, որ այսօր այստեղ առաջի անգամ է, եթե այդպիսի մարդ կա, թող ձեռքը բարձրացնի, Աստված օրհնի ձեզ, քույրիկ ջան։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր մեջ, Փառք Աստծուն։ Փառք Հիսուսին, քան հրաշալի է Տիրոջ տան մեջ լինել եւ պատվել երկրպագել Աստծուն եւ Տերն էլ այցելում է մեզ եւ Աստված հրաշալի է։ Փառք Հիսուսին։ Երեք շաբաթ խոսացինք հավատքի մասին, այսօր բայց հավատքից չեմ խոսա։ Խոսքի վերնագիրը այսպես է՝ խաղաղություն եւ հանգիստ։ Ամեն, ով ունի խաղաղության եւ հանգստի կարիք, ես, բոլորս, ամբողջ աշխարհը սիրելիներ, ունի խաղաղության եւ հանգստի կարիք։ Ամեն, Փառք Տիրոջը, գիտես, դա շատ կարևոր բան է մեր կյանքում խաղաղությունը եւ մեր թշնամին Սատանան ամեն ինչ անում է, որպեսզի մեր խաղաղությունը մեզանից գողանա, որովհետեւ ինքը գիտի դրա հետևանքները ինչ է։ Երբ որ մեր խաղաղությունը մեզանից գնում է, դա շատ վատ հետևանքներ է բերում մեր կյանքերում։ Գիտես, երբ որ մարդը խաղաղության մեջ չի, ինքը վտանգավոր է, ամեն ինչի ընդունակ է։ Վերջերս նայում եմ 3 թե առաջ օրը նայում եմ մեր հավաք հովիվի հին քարոզներից, որ Արտուր Սիմոնյանի համարձակության մասին էր խոսում, եւ ինքը բերեց 15 կենդանիներ, վտանգավոր կենդանիներ, ովքեր վտանգավոր են, ովքեր մարդկանց վնասում են, եւ հերթականությունով եկավ բոլոր այդ կենդանիների մասին, եւ գիտեք առաջի տեղում ով էր, առաջի տեղում մարդն էր։ Ինքը ըստ այդ ստատիստիկայի բերեց, որ կենդանին տարեկան ինչքան մարդ է սպանում, այդպես արջ, արյուծ, վագռոց, կարիճ, այդպես օկորդիլոս եւ այլն, շատ հետաքրքիր քարոզ է, իմիջայլոց խորհուրդ կտամ YouTube-ում կա, գտնեք եւ նայեք։ Ու առաջի տեղում ճիշտ եք ասում, առաջի տեղում մարդներ, ուտեմ ամենաշատ մարդ սպանողը մարդն է։ Պատկերացնում եք մարդու ձեռքով, դա հələ գիտեք երկը, երբ որ հələ պատերազմներ չկար։ 17 թվին է կարծեմ այդ քարոզը, թե 18, հələ մեր պատերազմը չէր եղել, ռուս-ուկրաինական պատերազմը չէր եղել, Իսրայել-Պաղեստինյան պատերազմը չէր եղել, եւ այդ պայմաններում, որ մենք դեռ խաղաղության մեջ չէինք, այդ պայմաններում ասում է մարդու ձեռքով տարեկան մահանում է 2-ից 3 միլիոն մարդ։ Պատկերացնում եք ինչ վտանգավոր է։ Իսկ արջը տարեկան սպանում է, ամբողջ աշխարհի արջերը տարեկան սպանում են 15 հոգի մարդ մոտավոր։ Պատկերացնում եք, հələ արջ ու մենք էլ մարդ։ Մենք ինչ վտանգավոր է։ Դա այն մարդն է, որ խաղաղությունը կորցրել է։ Հանգիստը կորցրել, արջն էլ որ չէ, հանգիստը կորցնում է, վտանգավոր է։ Դրա համար ուզում խոսանք խաղաղության մասին այսօր, որովհետև հետևանքները վատ է։ Իսկ մեր Տերը Հիսուս Քրիստոսը մեծ գին վճարեց խաչի վրա, ամեն, եւ մեզ տվեց խաղաղություն եւ հանգիստ։ Տերը մեզ ազատեց անեծքից, մեղքից, չարությունից,
վատ բնավորություններից, մեղքերից, չէ, եւ տվեց մեզ իր խաղաղությունը։ Ամեն եւ Տեր ուզում է, որպեսզի մենք ապրենք իր աստվածային խաղաղության մեջ, որովհետեւ աստվածային եւ մարդկային խաղաղությունը իրարից տարբերվում է։ Հիմա այս աստվածաշնչով կկարդամ եւ կմեկնաբանենք եւ կտեսնենք Հովհաննես Ավետարան 16:33։ Հովհաննես 16:33 այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում, սա Հիսուսի խոսքերն է, որ ինձանում խաղաղություն ունենաք աշխարհի մեջ, նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհը։ Ամեն։ Աստված Հիսուսը ասում է, դուք նեղություններ կունենաք այս աշխարհի մեջ։ Չէ՞ ով ունի նեղություն, ես ունեմ։ Ես նեղություններ ունեմ։ Լավ է, որ կեսդ նեղություններ չունեք, շատ ուրախ եմ, բայց երբ որ նեղությունները կգա, այս խոսքը հիշեք, Հովհաննես Ավետարան 16:33, մի խառնվեք իրար, Տերը ասում է, ասում է իմ խաղաղությունը ունեցեք, որովհետև ես այս աշխարհին հաղթել եմ։ Իսկ գիտես, որ այդ հաղթանակը տրված է մեզ։ Այս նեղությունը գալիս, բացի Հովհաննես 16:33, կհիշեք, հեշտ է։ Մենք Հովհաննես 3:16-ն ենք անգիր հիշում, նման է 16:33, հիշեք, որ ասում է ինձանում խաղաղություն ունենաք, մենք Տեր ուզում է, որ իր մեջ խաղաղություն ունենաք, ամեն, փառք Տիրոջը, բայց երբ կունենանք այդ խաղաղությունը, երբ որ սովորենք ապրել նրա խոսքով, երբ որ պահենք նրա պատվիրանները, երբ որ հավատարիմ լինենք, երբ որ ամեն ժամանակ Աստծո տան մեջ լինես, երբ որ աղոթքի մեջ լինես, այդ ժամանակ կլինենք նրա մեջ եւ նրա խաղաղությունն էլ մեզանում կլինի, ամեն, փառք Տիրոջը, գիտես նրա Հիսուս Քրիստոսի խաղաղության մեջ է, որ մենք հանգիստ ենք եւ ապահով, գիտես այսօր ամբողջ աշխարհը ոչ միայն փնտրում է խաղաղություն, այլ նաեւ փնտրում է ապահովություն, բայց ասեմ քեզ, որ այդ խաղաղության մեջ ապահովություն կա եւ Տիրոջ խաղաղության մեջ ապահովություն կա։ Հիսուս Քրիստոս ուզում է իր մեջ լինենք, իր խաղաղության մեջ լինենք, որպեսզի ապահով լինենք։ Այդ ապահովությունը, ասեմ ձեզ շատ կարևոր է այսօր։ Եվ աշխարհը ապահովություն է փնտրում, հանգիստ է փնտրում, բայց ով որ չունի Հիսուս Քրիստոսին, այդպես էլ չի գտնելու խաղաղություն, հանգիստ եւ ապահովություն, որովհետեւ միակ ճիշտ ապահովությունը, միակ ճիշտ խաղաղությունը եւ հանգիստը դա Հիսուս Քրիստոսի մեջ է։ Եվ որպեսզի մենք էլ նրա մեջ լինենք, այդ ժամանակ ունենանք այդ հանգիստը եւ խաղաղությունը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Երբ որ դու ապահովություն ես զգում, հենց այդ ժամանակ է հանգիստ ես եւ խաղաղ, բայց երբ որ ապահովություն չկա, անորոշություն է, վախ է, այդ ժամանակ անկախ քեզանից դու կորցնում ես նաեւ խաղաղությունը եւ հանգիստը։ Դրա համար Տեր ասում է եկեք ինձ մոտ եւ ես ձեզ կտամ իմ խաղաղությունը, կտամ ձեզ իմ հանգիստը եւ իմ ապահովությունը եւ դրա մեջ էլ խաղաղ կլինենք։ Եվ այլևս չենք հայտնվի վատ տեղեր, չենք հայտնվի վեճերի մեջ, կռիվների մեջ եւ կապրենք խաղաղ եւ հանգիստ։ Ամեն։ Ուզում ես, չէ՞։ Տերը քո հետ է, դու կարող ես։ Հալելույա։ Ղուկաս Ավետարան 24:36։ Ղուկաս 24:36։ Սա այնտեղն է, երբ որ Տերը հարություն էր առել եւ Երբ որ Տերը հարություն էր առել եւ իր աշակերտները չգիտեին դրա մասին ու ինչ վիճակ էր իրաց մոտ, վախեցած, խառնված, նստած էին միասին սենյակում ու ասում էին, բա մեր հալը ինչ պիտի լինի։ Վարդապետին խաչեցին Հիսուսին, մահացավ, ասեց կգամ, բայց տենաս երբ կգա։ Եվ մեկ էլ հանկարծ, դռները փակ, ամեն ինչ փակ, հանկարծ Տերը Հիսուս Քրիստոսը հայտնվում է սենյակում։ Եվ ինչ ասում, եւ նրանք խոսելիս, նստած խոսում են։ Աշակերտները պատկերացրեք իրանց վիճակը շատ վատ է,
Եվ ասում է Հիսուսը ինքը կանգնեց նրանց մեջտեղը եւ նրանց ասեց. խաղաղություն ձեզ։ Ամեն։ Տերը գիտեր, որ այս պահին իրանց խաղաղություն է պետք։ Եվ հիմա էլ Հիսուս Քրիստոսը իր խոսքի համեմատ մեր մեջ այստեղ է եւ ասում է խաղաղություն քեզ։ Խաղաղվի, լսի, մի խառնվի իրար։ Գիտեք, երբ ենք խառնվում իրար, երբ որ խնդիրներ է գալիս, դժվարություններ է գալիս, երբ որ նեղություններ է գալիս, այդ ժամանակ մեր մեջ գալիս է այդ անորոշությունը, վախը, այդ խառնաշփոթը։ Բայց եթե մենք կարողանանք վստահել Տիրոջը, եթե մենք սովորենք վստահել Աստծուն, այդ ժամանակ այդ խառնաշփոթը, անհանգստությունը չի գա մեր կյանքի մեջ, որտեղ մենք հանգիստ ենք, որ Տերը մեր հետ է։ Մենք հանգիստ ենք, որ Աստված ամեն իրավիճակ վերահսկում է։ Շատ կարևոր է, սիրելիս, որպեսզի դու չվերահսկես։ Ասեմ ավելի շատ կարևոր է, որպեսզի քեզ ուրիշը չվերահսկի։ Քո ամուսինը կամ առավել եւս քո կինը քեզ չվերահսկի։ Թող քո հոգևոր ավակը քեզ չվերահսկի։ Թող ոչ մի իրավիճակ քեզ չվերահսկի, ոչ մի մեղք, ոչ մի գումար ոչինչ չվերահսկի։ Երբ որ այդ ամեն ինչից մենք հրաժարվենք, չենք ասում հրաժարվենք ընդհանրապես, հետ կանգնենք եւ թույլ տանք, որպեսզի Աստված վերահսկի մեզ, ու մենք հավատանք, որ Աստված ամեն բանը վերահսկում, այսպես ասած, իր կոնտրոլի տակ է պահում։ Այս է Տիգրանի համար ասեցի։ Ինքը դժվար է հայերեն հասկանում, բայց հետո օգնում է։ Երբ որ Աստված իր վերահսկողության կոնտրոլի տակ է պահում, այդտեղ մենք հանգիստ ենք։ Ինչ իրավիճակ էլ գա քո կյանքի մեջ, քեզ մոտ խառնաշփոթ, հա վախեր չի առաջանա։ Բայց երբ որ առաջանում է, հիշի, որ Աստված քո հետ է։ Հիսուս Քրիստոսը գալիս է քո սենյակի մեջ, քո առաջ կանգնում է, ասում է խաղաղություն քեզ, ասում է շալոմ, լսել ես շալոմ։ Թող Աստծո շալոմը թագավորի մեր սրտերի մեջ, մեր կյանքերի մեջ, մեր տների մեջ եւ այս եկեղեցու մեջ։ Թող Աստծո շալոմն ու խաղաղությունը, դա նույն բառն է, շալոմ եբրայերեն է։ Բայց մենք նույնպես օգտագործում ենք այդպիսի երգեր ունենք։ Բարք Հիսուսը, թող որ Տերը վերահսկի։ Գիտեք, այդ անորոշության ու երկմտանքի մեջ ենք, թե երկմտանք, անորոշություն, դա արդեն խաղաղություն չի։ Մի հատ իրավիճակ պատկերացրու հիմա քո կյանքում, հնարավոր է եւ գտնես, չեմ ասում հիմա հնարես, բայց մի հատ վիճակ կա, որ քեզ մոտ անորոշություն է։ Հա քեզ դա քո կյանքում բերում է անհանգստություն, սկսում է մտքեր գալ, երկու մտքեր գալ։ Եվ ես ուզում եմ, որպեսզի դու այսօր հայտնություն առնես, վերապրես, հասկանաս, հավատաս, որ Տերը քեզ չի թողել, եւ Աստված քո այդ հարցի համար պատասխան ունի։ Եվ դրա համար կարևոր է, որպեսզի դու խաղաղվես, որպեսզի Աստծո ձայնը լսես։ Տեսեք, եթե աշակերտները այդ ժամանակ խառնված լինեին եւ աղմկեին, միգուցե Հիսուսի ձայնը չլսեին, իսկի չնկատեին էլ, որ Հիսուսը եկել է։ Երբ որ դու աղմկում ես, երբ որ խառնաշփոթ է, մատ բառ կա, չգիտեմ ասեմ թե չասեմ, դա ղալմաղալ բառն է, որ ավելի հասկանալի լինի, հա։ Դա թուրքերեն բառ է, բայց վերջ է, այդ աղմուկն է, հա։ Այդ աղմուկի մեջ, ղալմաղալի մեջ դու Աստծո ձայնը չես լսի, սիրելիս։ Եթե քո տան մեջ այդ վիճակն է, մենակ քո ներսում չէ, քո ընտանիքի մեջ, քո շրջապատի մեջ, քո աշխատանքի տեղը, եթե աղմուկ է, խառնաշփոթ է, դու Աստծո ձայնը չես լսել։ Այնպես չի, որ Հիսուսը հիմա չկա, թողել է քեզ։ Մեր Մարին լավ էր ասում, ինքը միշտ բարի է ողորմած է։ Այդտեղ Հիսուսը կանգնած ասում է խաղաղություն քեզ, բայց դու չես լսում, որովհետև տխուտ վրա գորգորում ես։ Կամ ամուսնուդ վրա մուննաթ ես գալի, կամ մամայիդ հետ լավ չես խոսում։ Քո ներսում խառնաշփոթ է, ելք այրան նայեք։ Ուրիշի վրա մի գցեք, մենք մեր համար ենք քարոզը։
Խաղաղություն պետք է անել։ Ինչ առաջ եմ գնում, բայց դու խաղաղության որդի ես։ Ես ինձ էլ եմ ասում։ Հենց այդ բանը բարձր ձայները, մենք կարանք այդտեղ Աստծո ձայնը չլսենք, բայց Տերը մեզ տվել է այդ խաղաղությունը, ամեն Հիսուսի։ Դրա համար պետք է այդ վեճերը, այդ կռիվները, այդ աղմուկը չլինի, որ Աստծո ձայնը լսենք։ Որտեւ Հիսուսը միշտ ասում է՝ շալոմ, խաղաղություն քեզ։ Հալելույա։ Որ չշփոթվենք, որ չխառնվենք իրար, մնանք Տիրոջ խաղաղության մեջ։ Հալելույա։ Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 23-ից 26-ը։ Եվ երբ որ նավը մտավ, նրա աշակերտները գնացին նրա ետևից։ Էլի Հիսուսի մասին ես կարծում եմ տեղյակ եք։ Եվ ահա մեծ ալեկոծում եղավ ծովի մեջ, այսինքն փոթորիկ եղավ, եւ նավն էլ ալեկոծվում էր ալիքներից, եւ ինքը քնած էր, Հիսուսը քնած էր։ Մեծ փոթորիկ էր, նավը ալեկոծվում էր, բայց Հիսուս ասում է հանգիստ իր համար քնած էր։ Գիտեք, որ Հիսուսը երբեք իր խաղաղությունը չկորցրեց։ Ասում որ երկու հատ ունես, մեկը դուր չունեցողի։ Հիսուսը հանգիստ քնած էր այդ ալեկոծության մեջ եւ խնդիրներ չուներ, բայց աշակերտները տեսեք խառնվել էին իրար։ Եվ նրա աշակերտները մոտենալով նրան զարթնեցրեցին եւ ասեցին. «Տեր, փրկիր մեզ, կորչում ենք»։ Ով ասենց աղոթք արել, «Տեր, փրկիր, կորչում ենք»։ Այդ փոթորիկների ալեկոծությունների ժամանակը։ Եվ նրանց ասեց. «Ինչու վախկոտ եք, սակավա հավատներ»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց քամիներին եւ ծովին եւ մեծ խաղաղություն եղավ։ Ամեն։ Երբ որ փոթորիկը սկսվում, Տերը հանգիստ է։ Հիսուսը քո կյանքի մեջ է։ Ինքը քո նավակի մեջ հանգիստ է։ Ամեն։ Դու մի խառնվի իրար։ Եվ ասում է գնացին եւ Հիսուսին քնից հանեցին, ասեցին. «Տեր, կորչում ենք, փրկիր, հասիր»։ Բայց Հիսուսը հանդիմանեց նրան, ասում է ինչ եք վախենում։ Բայց ինչ ես վախենում, Հիսուսը քո հետ է։ Հիսուսը քո նավակի մեջ է, ինչ ես վախենում։ Ուղղակի պետքա գիտես ինչ անես։ Ստեղ էլ իմ սիրած խոսքերից կան։ Կարող անցել է այդ խոսքը։ Գիտեք որն է ստեղ կարևոր խոսքը։ Մոտեցան Հիսուսին։ Երբ որ քո կյանքում փոթորիկ ալեկոծությունը, այդ ժամանակ պետք է որ դու մոտենաս Հիսուսին։ Եվ Հիսուսը այդ ժամանակ կգա եւ ինչ կանի։ Բոլոր փոթորիկները, բոլոր ալեկոծությունները, բոլոր վեճերը, ղալմաղալները կխաղաղեցնի եւ կհանգստացնի։ Ամեն։ Փառք Աստծուն։ Երբ որ մենք կորցնում ենք, սիրելիներ, խաղաղություն, ասեցի, դրանք կարա լինի շատ, ունենա շատ վատ հետևանքներ, կարա գա վեճեր, վիրավորանք, դեպրեսիա, տագնապ, չէ՞, այս դարի հիվանդությունն է, գիտեք, չէ՞, ստրեսը, դեպրեսիան, տագնապը, դրանք միայն այն դեպքում է, երբ որ մենք մեր խաղաղությունը կորցնում ենք, երբ որ մենք այլևս չենք վստահում Հիսուսին, մենք գիտեք սատանա մեր թշնամին, մեկ-մեկը նենց է փակում, այդ պահին մոռանում ես։ Մի պահ մոռանում ես, որ Տերը վերահսկում Աստված քո հետ է, Հիսուսը քո Աստվածն է, մոռանում ես։ Եվ փոխանակ կանգնես աղոթքի, փոխանակ մոտենաս Հիսուսին, կանչես նրան, ասես. «Տեր, արի, հասի, քո օգնության կարիք ունեմ»։ Սկսում ենք ուրիշ տեղերից մեր օգնությունը փնտրել, մարդկանց դիմել, ինչ որ իրավիճակներ փնտրել, ուրիշի վրա նայել, սա դու ես, չէ, ինքը չի, դու ես, ուրիշին մի նայի, դու Հիսուսին կանչիկ, ասես, բայց ախր իմ նեղում է ինձ, հա, Հիսուսին կանչի, ինքը կարա այդ հարցը լուծել։ Փոխանակ ամեն ժամանակ այդ դիմացին, ով քեզ նեղություն է տալի եւ խաղաղությունը կորցնում ես, իրան ասես, ես ինչ մարդ ես, երիքա, եւ պետք է փոխվես, բան, թող մեկը չի փոխվելու։
Միջև որ դու Հիսուսին կանչես, Տերը գա խառնվի, այդ ժամանակ էլ կփոխվի։ Մեկը չի փոխվում ինքը։ Իրան ինչքան մենք ասում ենք իր թերությունները, իր սխալները, մենք դրա մասնագետն ենք, գիտեք, չէ՞։ Հայերը առաջի տեղ բռնած գնում են այս 5000 տարի է։ Նստում են ուրիշի թերությունները, ինքնամեղավոր, ինքը սենց արեց։ Մենք բացի մեզանից բոլորին կարանք մեղադրենք, քննադատենք, բայց ասեմ դա օգուտ չի բերելու։ Ես մարդիկ գիտեմ 200 տարյա նույնն են ժողովուրդ։ Եվ քիչ էլ ուզում փոխվի սկի։ Եվ չեն փոխվելու մինչև Հիսուսը գա իր կյանքի մեջ։ Իսկ եթե ուզում ես Հիսուսը գա իր կյանքի մեջ, իր համար աղոթի։ Բավական է հերիք է, որ իրան մենք իր սխալները ասենք իր երեսին։ Որովհետև մենք կանչված չենք մարդկանց դաստիարակ լինելու, կանչված ենք մարդկանց համար բարեխոսելու, աղոթելու, օրհնելու, լավ բաներ ասենք։ Գիտես, մենք վերջերս մի քանի օր առաջ այցելության էինք, մանրամասները չեմ պատմի, բայց մենք այդտեղ հասկացանք, մարդուն ինչ ասում ես, դա էլ դառնում է։ Քո երեխուն ինչ էլ ասես, դա էլ դառնալու է։ Եթե կներես 1000 անգամ, վստահ եմ, որ չեք ասում, բայց սովորացրեք ձեր բարեկամներին արևան։ Եթե կենդանիների անուններ ես տալիս, ինքը գնանով նմանվում է այդ կենդանուն։ Բայց եթե լավ բան ասես, ես ինչ ուժեղ տղա ես, ես ինչ լավն ես, ես ինչ խելացի ես, ես ինչ սիրուն ես։ Չէ կարա սիրունանա էլ ժողովուրդ։ Ներսը որ սիրունացավ, դուրսն էլ է սիրունանա։ Նույնը բոլորի հետ, մենակ երեխաների հետ չէ։ Դրա համար ոչ դու քո խաղաղությունը կորցրու։ Որտեղ որ վիճեց ասեցին ինքն է մի բան ասելու է, խաղաղությունդ կորցնես ու այդ բախումը լինի ու կայծերը երևալու է 4 կիլոմետրից։ Մեկ չէ, այնց սալյուտներ են տալիս, այնց բախումներ ա լինում, Երևանից տեսնում ենք մենք։ Այս բախումները ասում եմ անի նայ աշտարակում են։ Սալյուտ խփեցին։ Էլի միտեղ բախում եղավ, չէ, բաց թող, որովհետև դու Աստծունն ես, Տիրոջ խաղաղությունը քո մեջ է, քեզանից պետք է սկսի այդ խաղաղությունը, ամեն, փառք Աստծուն։ Ուզում ենք չէ ազատվենք դեպրեսիաներից, վախերից, խաղաղ ապրենք, ինքդ սկսիր, ինքդ սկսիր, ինձ եմ ասում։ Եբրայեցիներ 4-րդ գլուխ հələ կեսն ենք ասել ժողովուրդ կդիմանանք, չէ՞։ 20 րոպեում։ Որտեվ շատ կարևոր է սա։ Չէ, քո համար կարևոր է։ Իմ համար կարևոր չի, թող գնա։ Չէ, կարևոր է հաստատ։ Եբրայեցիներ 4-րդ գլուխ 10-րդ խոսք։ Եվ 11-րդ խոսք։ Որովհետև նրա հանգիստը մտնողը ինքն էլ հանգստացավ իր գործերից, ինչպես Աստված էլ իրաններից։ Ուրեմն ջանանք այն հանգստի մեջ մտնելու, որ միգուցե մեկը նույն անհավատության օրինակի պես ընկնի։ Ես իհարկե տեղեր եմ վերցրել, բայց այստեղ խոսում է մարդկային հանգստի մասին։ Եվ ասում է նրա հանգստի մեջ մտնող, այսինքն Աստծո հանգստի մեջ մտնողը ինքն էլ է հանգստանում իր գործերից։ Ես չեմ խոսում հիմա ֆիզիկական գործերի մասին, չգնաք միանգամից բոլորը արձակուրդ վերցնեք։ Խոսում ենք հոգևոր հանգստի մասին, չէ ֆիզիկականն էլ է պետք։ Հոգևոր հանգստի մասին, բայց որտեղ գտնենք մենք մեր հոգևոր հանգիստը, մենք մեր հոգևոր հանգիստը կգտնենք այն ժամանակ, երբ որ մտնենք Աստծո հանգստի մեջ։ Իսկ գիտես որտեղ է Աստծո հանգիստը։ Աստծո հանգիստը նրա ներկայությունն է։ Երբ որ մենք մտնում ենք Տիրոջ ներկայության մեջ, մենք հանգստանում ենք։ Ամեն։ Հիմա բոլորս հանգիստ ենք, չէ՞։ Հիմա ոչ մեկ էլ չես ուզում, չէ՞ կռվես։ Չէ, բայց որ ստեղ ենք Աստծո հանգիստն է։ Ժողովուրդ ջան։ Եվ մենք հիմա ինչքան էլ ուզենք, մենք իրար հետ չենք կարող վիճենք ես ու անում։ Որտեվ այստեղ Տիրոջ ներկայությունն է եւ ամեն ինչ անում եմ ես ինձանից կախված, որ այդ հանգիստը պահեմ, որ տունն էլ սենց լինենք։ Փառք Հիսուսին։ Բայց պետք է ամեն ինչ մենք պահենք ամեն մեկս մեր հերթին։
հանգիստը պահիս, հանգիստը ժոր տիրոջ ներկայության մեջ, խոսք ասում է մտնենք նրա հանգստի մեջ, որտեղ հենց ինքն էլ Աստված իր հանգստի մեջ մտավ։ Աստված 6 օր արարեց երկինքը, երկիրը մեզ ստեղծեց, հետո մտավ իր հանգստի մեջ։ Հիմա մենք էլ պետք է գնանք այդ 7-րդ օրվա հանգստի մեջ։ Աստված 7-րդ օրը մտավ հանգստի մեջ, չէ՞։ Հիմա մեզ կանչում է իր 7-րդ օրվա հանգստի մեջ, իր ներկայության մեջ, որտեղ Տիրոջ ներկայությունն է, սիրելիս, այնտեղ չի կարա լինի վեճ, չի կարա լինի վախ, չի կարա լինի նախանց, չէ, ինչերի ցակռիվները լինում։ Չի կարա այդ բաները հնարավոր չի լինի։ Հիմա մենք բոլորս այնքան լավն ենք, չէ, վաղնել ենք լավը լինելու, բայց պահի այդ շաբաթը, որ մինչև կիրակի սենց մնանք ստեղ, իսկ դա Տիրոջ հանգստի մեջ է։ Աստված քեզ կանչում է իր հանգստի մեջ, մտի, հանգստացի, խաղաղվի։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին, դա նրա ներկայությունն է։ Գիտես, մարդը ինչ ուզում է ունենա, բայց երբ որ խաղաղություն եւ հանգիստ չունի, իր աչքին այդ ոչ մի բանը չի երևում, տենց է թե չէ։ Ճանաչում եմ իրոք մարդիկ ամեն ինչ ունեն նյութականում, ինչ որ դու երազում ես, իրանք ունեն, ինչ որ ուզում ես ունենաս, այդ մարդիկ ունեն, դրանից էլ այնքան ունեն, չգիտեն ինչ անեն, բայց գիտես ինչ չունեն, խաղաղություն, բայց դու այդ խաղաղությունը ունես, Փառք Հիսուս Քրիստոսին, դու Տիրոջով այդ խաղաղությունը ունես, իմ այդ խաղաղությունը մնում է, որպեսզի մենք կարողանանք պահենք եւ ուրիշների հետ էլ խաղաղություն անենք եւ գնանք այդ մարդկանց հետ, որ այդ խաղաղությունը չունեն, գնանք ասենք խաղաղություն քեզ։ Մեր 50-ական եկեղեցիների մեջ 90-ականներին իրանք մեծ արտնություն ունեցան։ Իրանք շատ հետաքրքիր, իրանք հենց իրար հանդիպում են, ասում են խաղաղություն քեզ։ Խաղաղություն քեզ, եղբայր, այդպես են իրար դիմում։ Բայց մենք կանչված ենք, Ժորժ ջան, գնանք այս աշխարհին ասենք խաղաղություն քեզ։ Եթե բարեկամդ, հարևանդ կամ չգիտեմ ով որ տենում ես այդ բախում է եղել սալյուտա, աղոթիդ ես թեթև մտի ասի խաղաղություն քեզ։ Միգուցե քո ընտանիքի անդամը կլինի, չգիտեմ։ Մենք այդ մարդիկ ենք, որ դի խաղաղությունը, Տիրոջ խաղաղությունը, որ մեզանում կա, բաժանենք, տարածենք, տանք մարդկանց։ Բայց եթե մենք դա չպահենք, ոչ մեկ չի ուզենա ստեղ գա։ Եթե մենք հոգևոր կոչվելով, հավատացյալ կոչվելով, տենան, տեսնեն, վիճում ենք, գորգորում ենք, սալյուտ ենք խփում, կիմանան բոլորս էլ այդպես ենք եւ չեն ուզենա գան, բայց մեր խաղաղությունը եւ սերը տեսնելով կգան մարդիկ այստեղ։ Ամեն։ Իհարկե դրա համար մեծ համբերություն է պետք, բայց այդ էլ ունենք։ Մարդիկ կան ասում ես օյ դե արի սրա այդ խաղաղություն արա, էլի, ասենք, այնպես բաները անում, չէ, գործի տեղը, տունը չէ, գործի տեղը, այնպես բաները անում, ասում ես, բայց պետք է հավաքենք մեզ, այդ խաղաղությունը պահենք, որ մարդիկ ուզենան գան Տիրոջը, Փառք Տիրոջը, Հովհաննես 14:27 Տեսեք, ասում եմ, խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի ու չվախենա։ Տերը մեզ իր խաղաղությունն է տալիս, որպեսզի մեր սիրտը չխռովի, ես նեղանալ խռովելը չի, խռովի, այսինքն փոթորկի անհանգստանա եւ չվախենա։ Ուզում ես չէ, ոչ մի բանից չվախենաս, ոչ մի բանից ներսդ այդ փոթորիկ, այդ խռովությունը չլինի։ Տերը տվել է քեզ այդ խաղաղություն, ասում է, իմ խաղաղություն եմ թողնում ձեզ, բայց այս աշխարհը այնց չի, որ այս աշխարհի խաղաղության պես է։ Դուք նկատել եք, իմ ամբողջ աշխարհը փորձում է խաղաղություն անել, բայց որտեղից անի, եթե Հիսուսը չկա իրանց ներսում։ Սենց երկու հատ երկիր դուրս են գալիս, իրար դեմ պատերազմում են, հետո տարիներով ուզում են խաղաղություն անեն, հետո մի հատ էլ կռվում են այդ խաղաղության համար։ Նայում ես տարօրինակ կա, որ խոսացնում ես մենակ խաղաղությունից են խոսում։ Բայց
իրանք իրար հետ կռվում են։ Դա այդ աշխարհի կեղծ ճակերտավոր խաղաղությունն է, որը չկա իրանց ներսում։ Առանց Աստծո, առանց Քրիստոսի սիրելիներ խաղաղություն չի լինում։ Մենակ Տիրոջով այդ խաղաղությունը։ Փառք Հիսուսին։ Եթե ինչ-որ մեկի դեմ բան ունես, կռված ես, վիրավորված ես, չես կարողանում ներել, խաղաղություն չես գտնում, գիտես քեզ ինչա պետք դրա համար։ Հեսա կկարդամ ինչա պետք։ Եփեսացիներ 2-րդ գլուխ 13-րդ եւ 14-րդ խոսքը։ Ասի եթե խաղաղությունդ կորցրել ես մեկի հետ, խնդիր ունես, վիրավորված ես, դառնություն կա, չես կարողանում ներել, հիմա այստեղը կարդամ եւ կխոսանք։ Բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռքով դուք որ ժամանակով հեռավոր եք, մոտավոր եղաք Քրիստոսի արյունով, որովհետև նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ արեց եւ մեջ տեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնով։ Հիսուս Քրիստոսի արյունը թափվեց նրա համար, որ այդ թշնամության պատը քանդվի։ Նրա մարմինը խոցոտվեց նրա համար, որ այդ բաժանության պատը, որ կա մարդկանց մեջ, քանդվի։ Եվ դա լինում է նրա խաղաղությունով, որ ասում է մի ժամանակ հեռավոր էիք, մոտ եղաք իրար Քրիստոսով, որովհետև նա է մեր խաղաղությունը։ Հիսուս Քրիստոսն է մեր խաղաղությունը եւ նա մեզ հաշտեցնում է։ Տերը սկզբից մեզ հաշտեցրեց Հայր Աստծո հետ։ Գիտեք, որ մեղքի պատճառով մեր եւ Հայր Աստծո մեջ պատ կար, բաժանություն կար եւ մենք խաղաղություն չունեինք։ Մեղքը եւ Աստված իրար հետ անհամատեղելի են եւ երբ որ մարդը ապրում է մեղքի մեջ, մարդը ապրում է մեղքի կյանքով, մարդու եւ Աստծո մեջտեղը պատ կա։ Բայց Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, մահացավ խաչի վրա, իր սուրբ արյունը թափեց եւ Քրիստոսի արյան զորությունով ասում եք մեջտեղի պատը քանդվեց եւ մենք հաշտություն ունեցանք Աստծո հետ եւ Տերը մեզ ներեց եւ եթե Աստված մեզ ներել է ուրեմն մենք էլ կարող ենք ինչ որ մեկի հետ եթե ինչ որ պատ կա այդ պատը քանդել եւ մենք էլ ներել եւ այդ հաշտությունը կլինի եւ քո կյանքում խաղաղություն կգա ամեն համաձայն ես հալելույա Տերը օգնական Հեշտ չի, բայց հնարավոր է։ Արոջ ջան, խնդրում եմ, որ գաս նվագես, շուտով մենք ավարտում ենք։ Կարևոր էր, չէ՞ սա։ Ժողովուրդ ջան, Տերը մեզ ներեց։ Հայր Աստված մեզ ներեց։ Որովհետև Աստված սիրում է մեզ, բայց ատում է մեղքը։ Երբ որ մարդը մեղավոր է ապրում, երբ որ մարդը Քրիստոսին չունի մեղքի մեջ է, այդ պատը կա մարդու եւ Աստծո մեջ։ Բայց Հիսուս Քրիստոսը զոհ եղավ ինքը, ինքնակամ զոհ եղավ եւ այդ պատը քանդեց մեր մեջ տեղի եւ մենք հաշտվեցինք Աստծո հետ, այսինքն Աստված հաշտվեց մեր հետ, ներեց մեզ, մաքրեց, սրբեց, ոտքի կանգնեցրեց եւ մենք էլ պետքա նույնը անենք։ Տեր ասեց ողորմած եղեք, որովհետեւ ես էլ ողորմած եմ։ Տերը ասեց ներեք, որովհետև ես էլ ներել եմ։ Տերը ասեց սիրեք, որովհետև առաջինը ես սիրեցի։ Եվ մենք պետք է պահենք Աստծո պատվիրանը, Աստծո խոսքից ամուր բռնվենք, որպեսզի ամեն պատ, եթե կա մարդկանց փոխհարաբերության մեջ այդ պատերը քանդվի եւ մենք հաշտվենք եւ խաղաղություն գտնենք։ Հիմա վերջում ինձ գալու են հարցնեն, բայ եթե ինքը չի ուզում, դու քանդի պատես կողմից, ոչինչ։ Դու ձեռնարկի այդ պատը քանդել։ Քեզ այդ իրավունքը տրված է կադաստրով։ Դու այդ իրավունքը ունես այդ պատը քանդելու, վերցրու եւ պատը քանդի։ Եվ խաղաղություն կգտնես դու։
Ոչինչ ինքը գիտի, ինքը չի ուզում ոչինչ, բայց դու գոնե խաղաղ կլինես, դու քեզանից հնարավորը կանես, խոսք ասում է ինչքան ձեզանից հնարավոր է մարդկանց հետ խաղաղություն արեք, ուշադրությունը թող ստեղ լինի, ինչքան քեզանից հնարավոր է, գոնե այդ ժամանակ դուք ասես Աստված ջան, ինչքան ինձանից հնարավոր է ես արել եմ, ես այդ պատը քանդել եմ, ես իր այդ հարց չունեմ, ես իր այդ խնդիր չունեմ, ես իրան ներել եմ, բաց եմ թողել, ես պատրաստ եմ իր հետ հաշտվելու, թող ինքը որոշի կուզի թե չէ, բայց դու գիտես արդար ես, դու գիտես մաքուր ես, դու բրծար քեզանից գնաց, ամեն Տիրոջով հնարավոր է, Հիսուս Քրիստոսով հնարավոր է, Մատթեոս 5:9 Լեռան քարոզից է, Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 9-րդ խոսք Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն, ամեն, մենք ուզում ենք չէ Աստծո որդիներ, հալելույա, Երանի Մարդ Հիսուսին, Երանի խաղաղություն անողներին, այսինքն այդ խաղաղություն անողը ես եմ, ասա ես եմ խաղաղություն անողը, երանի քեզ, որ դու խաղաղություն անող ես, որովհետև քեզ տեսնողը կտեսնի, որ դու Աստծո որդի ես, լսի սիրելիս ոնց հասկանան, որ ես Աստծո որդի եմ, ոնց հասկանան, որ ես Աստծուն ծառայում եմ, ոնց հասկանան, որ ես հավատացյալ եմ, հոգևոր եմ, երբ որ դու կսկսես խաղաղություն անել, ասենք մտնել ես մի օտար տեղ, ոչ մեկ քեզ չի ճանաչում, ոչ մեկ քեզ չգիտի, եւ մի 50 հոգի մարդ կա, հիմա ոնց տարբեր են մարդիկ ինչպես հասկանան, որ դու Աստծո որդի ես, երբ որ խաղաղություն կանես, երբ որ խաղաղ կլինես, ոչ թե կասես, ինքը թափել է թող ինքն էլ հավաքի, չէ, հələ մի հատ գնա ուրիշի թափածը հավաքի, փորձել ես ինչ, ասել ես ինչ ուրիշ ձևի մարդ է, հետո որ քո գործի մեջ չի մտնում, գնա մի հատ օգնի իրան, հələ մի հատ բարի խոսք ասա, հələ մի հատ սուրճ պատրաստի իրան հրավիրի, հələ լավ բաներ ասա, հասարակ վերաբերմունք, էդի հորինովի չի, էդի քո մեջ պետքա լինի, կարա մարդը փրկվի քո խաղաղություն անելով, ամեն, պետքա մենք տարբերվենք, որ Աստծո որդի ենք, ինչպես խաղաղություն անելով, իսկ խաղաղություն անելը մեզ չի, ես ես կանգնացել, դե թող գան հերթով բոլորի մեծ խաղաղություն, ես ոչ մեկի բան չեմ ասում բրծավ, չէ, դու քայլ արա, դու մոտեցի, դու սիրի սեր ցույց տուր, թող իրեք մեր պահվածքով էլ կտենան, որ մենք խաղաղ ենք, ընդեն գալմախալն է, բայց մեր հանգիստ բան, միշտ բաժանում ենք, հաշտեցնում ենք, չնայած այդ բաժանողին մեր երկու հատ ավել ենք խաղում, բայց ոչինչ, կասկետ հետդ մանտուր, բայց գնա հաշտեցրու, բաժանի, մեկ նենց են տալի բրոնի ժիլետա պետք որ բաժանես իրարից, բայց պետք է մենք այդ խաղաղություն անող լինենք, ասում է երանի, ուզում ես չէ երանելի լինես, երանի քեզ, որ տեն ասենք էրնեք քո տիրոջը, թող տենան ասեն էրնեք քո տիրոջը, ասենք մեր Տերն էլ թող դառնա քո Տերը, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա, երբ որ խաղաղություն կանես կասեն էրնեք քո տիրոջը, այդպես կտարբերվենք այս աշխարհից, վերջի տեղն էլ կարդամ, ձեր համբերությունը չարաշահեմ, Հակոբոս 3-րդ գլուխ 17-18-րդ խոսք։ Իսկ վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ եւ բարի պտուղներով լի։ Բլետեսեք ինչ լավ տեղ է։ Անկողմնասեր եւ անկեղծ։ Ով ասում սենց լինի, ես ուզում եմ սենց լինեմ, լինեմ սուրբ, լինեմ խաղաղարար, հեզ, հլու, ես հլուն հնազանդն է, ողորմությունով եւ բարի պտուղներով լի, անկողմնասեր եւ անկեղծ, ես ուզում եմ սենց դառնամ, Աստված ջան, բայց սա ի վերուստ տրված իմաստություն է, եւ շարունակությունը
Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։ Այս խոսքը նրա շարունակությունն է։ Ուզում ես այդ ամեն ինչը քո կյանքում գա, քո ընտանիքում գա։ Արդարության պտուղը, տեսեք ոնց է մեր մեջ լինում, խաղաղությամբ սերմանվում է, երբ որ մենք խաղաղություն ենք անում, այդ սերմերը գալիս է մեր կյանքի մեջ, սերմանվում է։ Նրանց համար ովքեր խաղաղություն են անում։ Լսեք, խաղաղություն անել այդքան էլ հեշտ բան չի։ Մարդը ստեղծված է կներեք գելու գազան եւ ուզում է կռվի, ուզում է վիճի, ուզում է բոլորը իրան, ամեն ինչ ինձ, ես էգոիստ եմ, ես ամենալավը ինձ, ամենամեծը ինձ, բոլորը ինձ, քեզ ոչ մի բան չմնա, մարդը սենց է ծնվել, բայց Հիսուսը գին է վճարել, որ մենք այդ վիճակից դուրս գանք խաղաղության մեջ եւ եթե երկու հատ ունենք, մեկը տանք ուրիշին եւ այդպես խաղաղություն կանենք եւ կգտնենք խաղաղություն, դա այն խաղաղությունն է, որ սերմանվում է մեր մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ մենք դառնում ենք Աստծո որդիներ խաղաղություն անելով։ Ամեն։ Ինչքան մեզանից կախված է խաղաղություն անել։ Փառք Հիսուսին։ Խնդրեմ փառաբանության խումբը գա եւ խնդրեմ դուք էլ ոտքի կանգնեք։ Բայց հələ մի գնացեք։ Ուզում եմ սիրելիներ, որպեսզի մենք այսօր որոշում կայացնենք խաղաղություն անելու։ Ուզում եմ սիրելիներ, որպեսզի այսօր մենք մտնենք Աստծո հանգստի եւ Աստծո խաղաղության մեջ, որպեսզի նրա նման մենք էլ Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ նման մենք էլ կարող լինենք խաղաղություն անել։ Մենք էլ կարող լինենք հանգստի մեջ լինենք։ Գիտեք, մենք պետքա գանք այստեղ խաղաղվենք, մենք պետքա գանք այստեղ հանգստանանք, հետո այդ խաղաղությունը տանենք մեր ընտանիքների մեջ, այդ խաղաղությունը տանենք որտեղ որ կլինես, որտեղ քո ոտքերը դնում ես, թող այնտեղ խաղաղություն կա, որովհետև քո մեջ Հիսուսի խաղաղությունն է, այն խաղաղությունը, որ վեր կացավ եւ փոթորիկներին սաստեց, կանգնեցրեց եւ փոթորիկը հնազանդվեց։ Եթե քո ներսում փոթորիկ կա, թող Տերը խաղաղություն բերի այդտեղ։ Եթե քո տան մեջ փոթորիկ կա, դու գնա եւ ասա Հիսուս Քրիստոսի անունով, թող այս փոթորիկը կանգնի, այս խառնաշփոթը հեռանա եւ խաղաղություն գա իմ տան մեջ։ Ես կարող եմ դա անել Հիսուս Քրիստոսի անունով, որտեղ ես կանչված եմ խաղաղություն անելու համար։ Եթե քո ներսում ինչ որ կա, դա դու արտահայտվելու ես, դա քեզանից դրսևորվելու է։ Եթե քո մեջ խաղաղություն է դրսևորվելու։ Եթե վեճ ու կռիվ է դրսևորվելու։ Բայց մենք այստեղ ենք հիմա, որպեսզի լցվենք նրա խաղաղությունով եւ այդ խաղաղությունը պահենք ամուր։ Թույլ չտաս, որ այն խաղաղությունը ինչ որ հիմա քո ներսում կա, որը ես տեսնում եմ հոգեվորում, ինչ խաղաղություն հիմա քո ներսում կա, թույլ չտաս սատանան գողանա, թույլ չտաս խափի մոլորեցնի։ Ես տենում ես գալիս է, ասա ես որոշում եմ կայացրել, որպեսզի խաղաղության որդի լինեմ։ Ամեն։ Փառք Հիսուսին, եկեք երկրպագեք Տիրոջը, մտնենք նրա հանգստի, նրա խաղաղության մեջ եւ հետո էլ աղոթելու ենք։ Հալելույա։ Փառք Տիրոջը, փառք քեզ Հիսուս։ Հալելույա։ Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը պայծառեցնի իր սուրբ երեսը քեզ վրա եւ իր աստվածային խաղաղությունը տա քեզ եւ քո ընտանիքին։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո, փառք Հիսուսին։ Եկեք փառաբանենք Տիրոջը եւ գնանք խաղաղությունով։ Աստված օգնական։